Նինոցմինդայի շրջանի Հեշտյա գյուղում իր դռները բացեց նոր Աբրահամյան սպարի ստուդիան, որն արդեն իր հարկի տակ ունի 70 եւ ավելի սաներ։ Հասմիկ Աբրահամյանն ավարտելով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը վերադարձել է հայրենի գյուղ ու իր հմտությունները փոխանցելու է հարազատ գյուղի երեխաներին։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Նինոցմինդայի ավականու նախագահ, միևնույն դեպքում Հեշտյայի զավակ Վահան Արոյանը, Սակրեբուլոյի պատգամավոր Եգոր Քոթոյանը, Հեշտյայի թիվ 1 եւ թիվ 2 հանրային դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու գյուղի ողջ հասարակությունը։ Ես Աբրահամյան Հասմիկն եմ, Աբրահամյանց պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, տնօրեն եւ պարուսույցը։ Ունեմ 70-ից ավել երեխաներ, որոնք դառնալու են մեր ապագայի մի մասը, ունենալու ենք հաշվետու համերգներ թե գյուղում, թե գյուղից դուրս, ոճերը ասեմ, որ լինելու են հայկական, առաջին հերթին դասական, գիմնաստիկա, ժողովրդին բնորոշ պարատեսակներ, ռուսական, իսպանական, հիփ-հոփ պարավոճ եւ այլն։ Ուզում եմ առաջին հերթին ակնկալիքներից մասին խոսեմ, 70-ից ավել երեխաները, որոնք հավաքվել են այսօր այստեղ, հուսով եմ, որ ապագայում դառնալու են պարվեստի մի մասնիկը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Եգոր Քոթոյանին, ավականու անդամին, որ ինձ տրամադրել է տարածք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ էին, իմ առիթին հրավիրված էին։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Վահան Արոյանին։ Ես սովորել եմ Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, պարարվեստ բաժնում, այնուհետև վերապատրաստվել եմ Ամարասում։ Ամարասում ինձ դասավանդել են 3 հրաշալի դասատուներ՝ Վիկա Մարտիրոսյանը, Մանե Հադրապետյանը եւ Լալա Գևորգյանը, հիփ-հոփ ոճ, հայկական ոճ եւ դասական ոճ։ Ուզում եմ առաջին հերթին նրանցից էլ շնորհակալությունս հայտնեմ։ Հուսով եմ, որ ապագայում մեր երեխաները եւ ծնողները հաստատ շնորհակալ կլինեն այս ամեն ինչի համար, ինչ որ կազմակերպում ենք գյուղում, ու հուսով եմ, որ շատ մեծ հաջողությունների կհասնենք ապագայում։ Երիտասարդ Հասմիկին իրենց աջակցությունն են ցուցաբերել ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ Հեշտյա գյուղական համայնքի ներկայացուցիչները, հանձինս Սակրեբուլոյի պատգամավոր Եգոր Քոթոյանի։ Ուրեմն այսօր Հեշտյայում եւս մի հետաքրքիր օր էր։ Մենք Հեշտյայի մշակույթի տանը կից մեր Հասմիկ Աբրահամյանի միջնորդությամբ բարի ստուդիա բացեցինք, այսինքն Հասմիկ Աբրահամյանի հովանավորությամբ, քանի որ մեր Հասմիկը փոքրուց սիրում էր պարել, այսօր նա իր նպատակները եւ երազանքները իրականություն դարձրեց, չնայած որ մենք Հեշտյայում ունեինք եւս պարի խումբ, նրան է ստուդիան, որը երկար տարիներ գործում էր, մենք Հասմիկի հետ բացեցինք երկրորդ խումբը, քանի որ դրա ցանկությունը կար Հեշտյայում, մեր համայնքի երեխաները թող հաճախեն այստեղ, թող զարգանա, չնայած որ մեր Նինոցմինդայում արդեն շատ գեր զարգացած է պարը, մշակույթի ուղղությունը հենց պարը, Հեշտյայում ինչու՞ չէ ուզում ենք ավելի շատ կատարելագործել մեր Հասմիկի եւ մեր երեխաների միջնորդությամբ, ինչու՞ չէ նաեւ նրան խմբով, ուզում եմ հաջողություն մաղթել բոլորին, մեր երեխաներին, հետագայում ավելի շատ բարձր բեմեր։ Modern senses purified, free from desire. Modern senses
Նմանատիպ ակումբները ունեն դրական ազդեցություն մշակույթի զարգացման գործում։ Մատաղ սերնդին կապել մշակույթին դա ունի իր դրական ազդեցությունը։ Ճիշտ, կիրթ ու ինչու՞ չէ նաև առողջ ապրելակերպ ստեղծելու գործում։ Հասմիկ Աբրահամյանին ցանկանանք հաջողություններ իր նախաձեռնած գործում։